Վերնագիր այսօրվա պատգամի դրել է մեկ մարդու կարևորությունը։ Գիտեք, երբ որ մենք անցնում ենք փողոցով, մի մարդ կանգնած է, սովորական երևույթ է, մեզ դա չի հետաքրքրում։ Բայց երբ որ անցնում ենք փողոցով ու 100 մարդ է կանգնած կամ 50 մարդ է կանգնած, մենք միանգամից մտածում ենք, որ այդտեղ ինչ որ բան հետաքրքիր է։ Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ եթե մեկը իր social media-ի մեջ 100 մարդ հետևորդ ունի, օքեյ, բայց երբ որ մեկին հետևում են 10, 20, 100 հազարներ, ավտոմատ մեր մտածելակերպի մեջ նա կարևորն է եւ դա չունեցողները քիչ կարևորը։ Երբ որ հետ գնանք, ամբողջ արարչագործության սկիզբը սկսվում է այսպիսի պատկերով. Աստված հողի փոշուց մարդ էր ստեղծում, մեկ մարդ։ Դա կարևոր իրադարձություն էր, թե չէ։ Աստված իր բերանի շունչը փչում էր մեկ մարդու վրա։ Դա կարևոր իրադարձություն էր, թե ոչ, դա շատ կարևոր իրադարձություն էր։ Եվ հետո մեկ մարդ մեղք գործեց։ Մի մարդ սխալ վարվեց, մեծ իրադարձություն էր, թե չէ։ Սուրբ Գիրքն ասում է, մեկ մարդու պատճառով ամբողջ արարչագործությունը փչացավ։ Եվ հետո խոսալով երկրորդ Ադամի նոր մարդու Քրիստոսի մասին է ասում է, եւ մեկ մարդով Աստված բերեց փրկություն։ Ուրեմն մեկը քիչ չէ։ Նայր ինչ որ մեկին ասա, մեկը քիչ չէ։ Գուցե դու այսօր այստեղ ես ու ինչ որ առումով մենակ ես կամ մտածում ես ես մի հատիկ եմ կամ քիչ եմ կամ գուցե քո ընտանիքի միակ քրիստոնյան ես, ինչ որ առումով ուզում եմ հասկանաս, որ դու քիչ չես մենակով։ Քաթրին Քուլման անունով մի հրաշագործ կին կար 1920-30-ական թվականներին մոտարապես նույն ժամանակ, երբ Foursquare հիմնադիր Էմի Մակֆերսոնն էր ծառայում, Քաթրին Քուլմանի վկայությունը, երբ որ կարդացի, իմ վրա մի քանի բաներ ազդել էր, մեկը սա էր. նա այնքան բոցավառված էր Աստծո սիրով, այնքան ոգևորված էր, որ Աստված իրեն փրկել է, ասում է, այն օրը, որ Քաթրին Քուլմանը փրկվեց, այսպիսի զգացողություն ուներ, որ մի մարդ է Աստված փրկե, բայց մի ամբողջ բանակ պատրաստ է Տիրոջը ծառայելու։ Նա իրեն տեսնում էր որպես մի բանակ, որովհետև Աստծո հոգին կպել էր իրեն եւ ինքը մենակով այդպիսի զգացողություն ուներ, որ աշխարհը կարող է փոխել։ Որովհետև մեկ մարդ գումարած Աստված it's more than enough. Ամեն։ Երբ որ Թուրքիայում էի անցյալ շաբաթ, մեկ օրով Foursquare-ի պրեզիդենտի հետ մի քանի ուրիշ ծառայողների հետ Մենեկա region-ի պատիվ ունեցանք Թուրքիայի ավետարանական եւ հատկապես Foursquare եկեղեցիների հովիվների հետ շատ sense մտերմիկ հանդիպում ունենալ, մոտարապես 18-20 հովիվներ էին հավաքվել եւ 6 ժամ ժողով պիտի անեինք եւ շատ զարմացա, երբ որ Ռենդին մեր վերակացուն պրեզիդենտը, որ schedule ուներ խոսելու, ասեց կլինի ես չխոսեմ, ես ուզում եմ դուք բոլորդ խոսեք, ես լսեմ եւ հաջորդ 4 ժամը մենք նստած այդ սենյակով լսում էինք ամեն մի հովիվի ապաշխարության պատմությունը եւ այստեղ նկարը ունեմ նորից, եթե հետաքրքիր է։ Ամեն մի հովիվը հերթով հաջորդ նկարն էլ կա, ամեն մեկը պատմում էր, թե ինչպես է Տերը իրենց փրկել։ Եվ ամբողջ այդ պատմությունները, որոնք ամեն մեկը կարելի էր մի ֆիլմ նկարել, ինձ համար հետաքրքիր մի գիծ էր գնում ամբողջ պատմությունով, որ Աստված վերցնում է մեկ մարդ, մի ընտանիքից, մի գերդաստանից, գրեթե բոլոր պատմությունները սկսվում էին այս կերպ, որ ես մոլորված էի կյանքում կամ խավարի մեջ էի, կամ Աստծուց հեռու էի, կամ ինչ-որ մի բան էի փնտրում, մինչև մեկ օր մի մարդ ինձ հրավիրեց եկեղեցի, մինչև մեկ օր իմ բարեկամս ինձ ասեց, որ Հիսուսը կենդանի է, կամ ինչ-որ մեկ օր, երբ որ ինչ-որ մեկը ինձ վկայեց, որ Հիսուսը իմ մեղքերի համար վկայել է, եւ ամեն մեկի ընտանիքի մեջ, որովհետև իսլամական background ունեն, գրեթե նույնն էր սցենարիոն, հավատքը ընդունելուց հետո այդ մարդկանց տնից դուրս են անում եւ ինքը մնում է մենակ։ Այսօր Թուրքիայի տարածքում 50-ից ավել եկեղեցիներ կան։ Սրանից 20-30 տարի առաջ ամբողջ Թուրքիայում Pastor Իսանը, որ Թուրքիայի պատասխանատուն է, պատմում էր, որ ինքը երբ որ ապաշխարել էր, դրանից հաջորդ մոտարապես 20 տարվա մեջ Թուրքիայում ընդամենը 40 հավատացյալ կար, որից 20-ը միսիոներներ էին։ Այսօր միայն Foursquare մեր հարանվանության 50 եկեղեցիներ կան։ Իհարկե դրանք 100 հոգանոց եկեղեցիներ չեն, գուցե 20-30, բայց ամեն մեկ մարդը,
ամեն ապաշխարած կյանքը։ Ամեն մեկը ում Հիսուսը հպվել է նպատակի մարդ է եղել։ Եվ դու որ այստեղ նստած ես, Աստծո նպատակների մարդ ես։ Թեև մենակ ես կամ մեկ հատիկ ես, բայց Աստված քեզ համար գործ ունի։ Եվ նաև մտածեցի, թե ինչքան կարևոր է, որ մենք հաճախ մտածում ենք, մեծ ավետարանչություն է, այսինչը գնաց այս երկիր, քարոզեց 1000 հոգի փրկվեցին։ Ես օքեյ եմ, որ ամեն անգամ մի հոգի փրկվի։ Գիտեք, երբ որ Աստված ստեղծել է մեզ, մեր բնական վերարտադրողականությունը, երբ որ կին ու ամուսին ամուսնանում են, 1 տարվա մեջ 1 երեխա է։ Լավագույն դեպքում 2 կարող է լինի, բացառիկ դեպքերում կարող են եռյակ կամ քառյակ ծնվել։ Եվ Աստված չի վռազել այս process-ի մեջ։ Եվ ես ճանապարհին մտածում եմ, եթե այս եկեղեցին ամեն տարի մեզնից յուրաքանչյուրը կենտրոնանա ընդամենը 1 հոգու վրա, որ կորսված է, խավարում նստած սպասում է բարի լուրի, եւ մենք կարողանանք 1 հոգու Քրիստոսի սիրո մասին պատմել, 1 հոգու ուղեկցել դեպի փրկության ճանապարհը, 1 հոգու դառնալ Քրիստոսի նամակը, Աստված կարծում եմ շատ գոհ է լինելու եւ մենք մեծ պտուղ ենք տեսնելու։ Ամեն։ Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 10-րդ խոսքի մեջ մենք տեսնում ենք, որ 1 հոգու համար Աստծո սիրտը ցավում է եւ Աստված ունենալով 99 այս առակը գիտեք։ Հիսուսը խոսում էր, չէ, 99-ը թողնելու եւ մեկի հետևից գնալու մասին, 99 ունենալու բերկրանքը չէր զրկում մեկի հետևից գնալու կարիքից։ 99 ուներ, բայց նրա սիրտը դեռևս այն 1 հոգու հետևից էր, որ կամ մոլորված էր, կամ ընդհանրապես փարախին միացած չէր։ Այսպիսին է Աստծո սիրտը եւ նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եվ ես ուզում եմ հարց տամ, ով է քո այդ 1 հատիկը, ով կա քո շրջապատում, մի մարդ, որի համար Հիսուսի սիրտը կուրախանա, երբ որ նա միանա 99-ին։ Եկեք որոշենք, որ կենտրոնանալու ենք 1 մարդու վրա, որին հավանաբար Տերը մեր միջոցով պետքա Քրիստոսի լույսին բերի եւ ճանաչեցնի իր սերը։ Աստված մարդկանց չի նայում որպես ամբող, նա մեզ ամեն մեկիս անունով է կանչել։ Նա ամեն մեկիս տվել է անուն, ամեն մեկիս համար ունի ճանապարհ, ամեն մեկիս համար ունի պատմություն, որով մենք անցնում ենք։ Եվ ավելին, Սուրբ Գիրքն ասում է, որ 1 հոգու փրկության համար երկնքում ինչ է լինում։ Ցնծություն։ Երկինքը չի ուրախանում, երբ որ 4 են փրկվում։ Երկինքը գրված է հրեշտակները ցնծում են, երբ որ 1 հոգի, ասա 1 հոգի դարձի է գալիս։ Դու պատկերացնում ես ինչքան կարող ես երկնքին ուրախություն պարգևել։ Մենք բոլորս կարծեմ ուզում ենք, որ մի բան անենք, որ Աստծուն տպավորենք։ Մենք մի բան ենք ուզում անել, որ Աստծուն ուրախացնենք։ Սիրելիս, չկա ավելի մեծ բան Աստծուն ուրախացնելու, քան նրա կատարածի մասին կիսվել նրանց հետ, ովքեր չգիտեն։ Եվ ես ու դու կարող ենք 1 մարդու փրկության պատճառ լինելով ուրախացնենք երկինքը։ Ամեն։ Ամեն։ Եվ ամեն մեկս դա կարող ենք անել։ Աստված պատմության ընթացքը շատ անգամներ փոխել է ընդամենը 1 մարդու միջոցով։ Եվ քանի խոսացինք Դավթյանների ընտանիքից, նորից Թուրքիայում հիշել էի դա։ Վաչագան Դավթյանը, երբ որ այստեղ կանգնեց քարոզեց, այսօր ինքը 76 տարեկան է։ Երբ որ Տերը իրան գտավ, ինքը 16 տարեկան էր։ Իր Գերդաստանի միակ մարդը, որովհետև իր ամբողջ Գերդաստանը անհավատ ու կոմունիստ էին, եւ պապս Դավիդովը իրան տնից դուրս էր արել, որ դու հավատացյալ ես։ Մաման այն ժամանակ 15 տարեկան մի աղջիկ էր, որ լսել էր, որ հավատացյալներ կան, գնացել էր, միամիտ չէր իմացել, որ պապան իրան ուզելու է հետո։ Բայց ես անդադ մտածում եմ, որ այս մի մարդուն Աստված վերցրեց այստեղից, այս 1 աղջկան վերցրեց այստեղից ու տարիներ թվում էր, որ ոչ մի պտուղ չկա, տարիներ միայն հալածանք կար, տարիներ միայն ամոթանք կար։ Եվ հետո հիշում եմ, ես արդեն, չգիտեմ, 6-7 տարեկանում մենք ապրում էինք 5 հարկանի շենքում, որը 4 մուտք ուներ։ Եվ ամբողջ այդ թաղամասում ոչ մի հավատացյալ չկար։ Բայց տարիներ հետո շատ հետաքրքիր բան կատարվեց։ Առաջի հարգից մինչև 5-րդ հարկ մեր ուղղությամբ բոլոր մարդիկ փրկվեցին։ Վկաները կան, ճիշտ եմ ասում։ Բոլոր մարդիկ փրկվեցին եւ ջրով մկրտվեցին։ Մեր ուղղությամբ, վերևից ներքև։
5 families, 5 ընտանիք։ Հետո կամած ես մուտքերի վրա, հետո տակի շենքերից, հետո կողքի շենքերից։ Ես այդ ամեն ինչը չեմ վերագրում մեզ, բայց գիտեք, բնության մեջ անգամ, երբ որ մի հատ ծաղիկ ցանվում է, մենք շատ հաճախ չենք հասկանում ինչպես, բայց որոշակի ռադիուսի վրա, 2, 3, 4, 5 տարվա վրա հանկարծ ծաղիկներ են սկսում առաջանալ, որովհետև այդ սերմը սկսում է տարածվել։ Աստված վերցնում է մեկ մարդ եւ մեկ մարդու միջոցով կատարում է մեծ գործեր։ Ով է քո մեկ մարդը։ Այսօր գուցե մեկ մարդ փողոցում, մեկ մարդ քո բարեկամության մեջ, մեկ մարդ քո դասարանում, մեկ մարդ քո աշխատանքի տեղը, մեկ մարդ քո հարևաններից փնտրում է ճշմարտությունը եւ չի գտնում։ Իսկ մենք ուզում ենք, որ Աստված շարժվի, մեծ գործեր անի, Աստծո գործը սկսվում է մեկ մարդուն գնահատելուց, մեկ մարդու կողքով անտարբեր չանցնելուց։ Հիսուսը երբեք մի մարդու մոտով անտարբեր չի անցել։ Երբ որ կարդում ենք Հիսուսի պատմությունը բոլոր ավետարաններում, այո, նա քարոզում էր հազարավոր մարդկանց, բայց բավական շատ պատմություններ կան անվանական, որ կոնկրետ մենք այդ պատմություններին վերնագիր ունենք։ Օրինակ, Սամարացի կնոջ պատմությունը, դա մի կին էր։ Հիշում եք։ Սամարիան եւ Երուսաղեմը երկու քաղաքներ էին, որի մարդիկ իրար հետ շատ չունեին։ Եվ ընդհանրապես այդ օրվա մշակույթով տեղին չէր, որ Հիսուսը ինչ-որ մի սամարացի կնոջ հետ զրուցեր։ Բայց ի զարմանս նրա աշակերտների այդ ժամանակվա բոլոր մասնագետների Հիսուսը կանգ է առնում հենց այդ սամարացի կնոջ մոտ, Հովհաննես 4-րդ գլխում է գրված։ Եվ շատ հետաքրքիր զրույց է սկսում կյանքի մասին, կյանքի ծարավը հագեցնելու, կյանքի նպատակի մասին, եւ Հիսուսը հայտնում է այդ կինը այնքան ոգևորված էր, որ բարի վարքել չի ունենում, բայց գնում է քաղաք եւ գնում է ամբողջ մարդկանց պատմում է ինչա ինքը նախկինում արել ու չի ամաչում, որովհետև Հիսուսը նրան նոր սիրտ էր տվել։ Եվ այդ մեկ կնոջ պատճառով ամբողջ Սամարիան, որ փակ էր Հիսուսի համար, բացվում է։ Ամեն։ Հաջորդ մարդը, որ շատ սիրում է, մեկ մարդ, որի համար Հիսուսը կանգնում է, դա Զաքեոսն էր, Մաքսավորը, որը հայտնի էր կարճ հասակով։ Զաքեոսը մի մարդ էր, որ մեր ժողովրդի լեզվով կասեին ինչքան գետնի վրա է, մի այդքան էլ գետնի տակ է։ Գրված է, որ Հիսուսն իր աշակերտների հետ անցնում էր, քաղաքը աղմուկի մեջ էր, բոլորը ոգևորված էին, հավանաբար այդ օրվա ծրագիրը պարզ էր, բայց Հիսուսը կանգնում է մի ծառի մոտ, որի վրա բարձրացել էր Զաքեոսը։ Գիտեք, այդ ծառը, այդ ժանտաթզենին ասում են, որ շատ դժվար է բարձրանալ, եւ մենք Իսրայելում տեսանք այդպիսի շատ ծառեր, որոնց վրա մեծ փշեր կա, ու ինքը շատ ճյուղերը հարթ չեն։ Բայց Զաքեոսը գրված է իր հասակի կարճության համար բարձրացել էր ծառը, որովհետև ուզում էր տեսնել այս Հիսուսը, որի մասին այսքան խոսում են, ով է։ Գիտեք, այսօր ժանտաթզենի վրա քո բարեկամների մեջ, քո դասարանցիներից, քո ընկերներից լիքը մարդիկ ծառերի վրա։ Այսօրվա ծառը գուցե սա է, թաքուն իրանց սենյակում նայում են, այս Հիսուսին ոնց տեսնենք։ Եվ Հիսուսը կանգ է առնում եւ ասում է Զաքեոս, իջիր, այսօր քո տանը մնալու եմ, քո տանը ընտրիկ եմ անելու, աշակերտներն ասում են ուրիշ գործեր ունենք, բայց Հիսուսի գործն այդ օր այդ մեկ մարդուն անձնական ժամանակ տալն էր։ Եվ Զաքեոսի կյանքը փոխվում է, որովհետև Հիսուսն ասում է այսօր այս տանը փրկություն եղավ։ Ամեն։ Հաջորդ մեծ մարդը ու մի մարդ, որի համար Հիսուսը կանգնում է, դա Նիկոդեմոսն էր։ Երուսաղեմում հայտնի կրոնի մի ուսուցիչ, որը բավականին տարիքով, բավականին կիրթ մարդ էր, բայց շատ բաներ չէր հասկանում։ Ու գրված է, որ Հիսուսը գիշերով եկել էր ու Նիկոդեմոսի հետ խոսում էր։ Նիկոդեմոսն ասում էր, չեմ հասկանում, Հիսուսը համբերատար բացատրում էր Նիկոդեմոսին։ Եվ վստահ ենք ու շատ պատմաբաններ ասում են, որ Նիկոդեմոսը եկեղեցու անկյունակարերից մեկն էր, մեկ մարդ։ Ուզում եմ ամբողջ այս ժամանակ, որ ես կխոսեմ մեկ մարդկանց մասին, դու մտածես ինչպես մեկ մարդ եկավ եւ վկայեց քեզ, կամ մտածես այն մեկ մարդու մասին, որի համար շատ կուզես, որ Տերը փրկի, կամ գուցե այն մեկ մարդու մասին, որ առաջիկա շաբաթներին դու հանդիպելու ես ու այլևս չես թաքցնելու, որ դու Քրիստոսի աշակերտ ես եւ կիսվելու ես նրա սիրո մասին։ Ամեն մեկին ում նա հանդիպում էր, կանչում էր անունով, ամեն մեկին ում նա հանդիպում էր, նրանց կյանքը փոխվում էին։ Այնքան կարևոր էր Հիսուսի համար մեկ մարդու հետ անձնական շփում ունենալ եւ Աստծո սիրո հետ ճանաչացնել, որ նա այդ գործը անգամ իր կյանքի ամենադժվարին պահին
շարունակեց անել։ Գիտեք, մենք ցավոք սրտի այսօր հավատացյալների մեծ մասը չգիտեմ, մի քիչ տրամադրություն չունեն, այդ օր եկեղեցի չեն գնա։ Բայց ես գալիս եմ մի սերունդից, որոնք ամեն ինչ կզոհաբերեին ու եկեղեցին բաց չէին թողնի։ Իմ տատիկը, մամայիս մաման, Հրանուշ քույրիկը ճնշումը բարձրանում էր, չգիտեմ, 240 խելագար ձևի բարձր ճնշում ուներ ու դրանից սկսում էր դողալ կամ հաճախ տաքություններ ունենում ու ես երեխա ժամանակ դա էի տենում։ Այդ ինչա հայերեն, չգիտեմ, ռուսերեն գիտեմ, գրելկաները, որ կար մեջը տաք ջուր են լցնում, որ դնեն մարմնին տաքանան։ Ինքը դա տաք ջուր էր լցնում, դնում էր թևի տակ, վերարկուն հագնում էր ու գնում էր եկեղեցի։ Որովհետև դա կարևոր էր։ Եվ ես կարծում եմ, որ Քրիստոսը ակնկալում է, որ մենք այդքան հեշտ կոտրվող չլինենք, որ իր հետ քայլելը, այն բաները, որ իր առաջ ճիշտ են, մենք գին վճարենք ու անենք, եւ իր օրինակով նա ցույց տվեց, թե մեկ մարդու փրկության առաջնորդելը ինչքան կարևոր է։ Խաչի վրա ընդամենը 7 նախադասություն ուներ, որ պիտի խոսեր։ Ընդամենը հաշված շունչ կար իր բերանում, որ պիտի շնչեր ու հոգին ավանդեր։ Իր մտքում կար, որ ինչու է հայրս ինձ թողել։ Իր մտքում կար, ինչու են այսքան ցավ պատճառել եւ երևի որոշում էր կայացնում ներելու, որ Աստված իմ ների նրանց չգիտեն ինչ են անում, բայց այդ բոլոր դառը, բոլոր ցավոտ իրավիճակների մեջ նրա ուշադրությունը այն մեկ մարդուն էր, որ հասկացել էր իր մեղավոր լինելը եւ ասում էր, եթե այսօր ինձ հիշես, շնորհակալ կլնեմ, չմոռանաս ինձ։ Հիսուսը նրան այդ օրը իր ցավի մեջ մեկ մարդու ապաշխարեց, առաջնորդեց փրկության։ Որովհետեւ նրա համար այդ գործը պարապ ժամանակվա գործ չէր։ Սիրելիներ, ամեն մեկին առիթը, որ դու ունենում ես, չգիտես այդ առիթը հետ գալու է թե չէ։ Եվ գիտեք, մենք Սուրբ Հոգին մեր մեջ ունենք, շատ հաճախ Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է զանգիր այս անձնավորության, աղոթիր այս անձնավորության համար, վկայիր այս անձնավորության, ոնց ենք մենք արձագանքում։ Հիսուսը իր տառապանքի մեջ այդ մեռնողին, որ հավիտենական մահվան էր դատապարտված, խոստացավ Ղուկաս 23:43-ի մեջ ասում է, այսօր ինձ հետ դրախտում ես լինելու։ Հաջորդ իմ ամենասիրած կերպարներից մեկը, որ նորից մեկ մարդու փրկության պատմություն է, Փիլիպոսը, որ զորավոր ավետարանի չէր Գործք առաքելոցում, գրված է, որ ամբողջ Սամարիան, եթե կարդաք Գործք առաքելոցը, կտեսնեք, որ 8-րդ գլխի մեջ պատմում է, որ ամբողջ Սամարիան հրաշքներ ու նշաններ էր տեսնում, մեծ գործ էր անում Աստված Փիլիպոսի ձեռքով հրաշքներ ու նշաններ ու հանկարծ Փիլիպոսին Սուրբ Հոգին ասում է, վեր կաց գնա այդ անապատի ճանապարհով, որովհետև քեզ համար գործ ունեմ։ Եվ Փիլիպոսը արագ գնում է։ Երբ որ հասնում է այդ ճանապարհը, գրված է կառք տեսավ եւ Սուրբ Հոգին ասավ մոտեցիր կառքին ու գալիս է իմ ամենասիրելի պահը։ Սուրբ Հոգին ասում է մոտեցիր կառքին, գրված է Փիլիպոսը վազեց։ Փիլիպոսներ, վազեք։ Ինձ թվում է, որ այսօրվա Փիլիպոսները մի հատ են նշան ուզում, եթե քեզնից հատ էրջա մի հատ էլ նշան, այնքան նշան են ուզում, որ այդ կառքը անցնում գնում է, իրանք առիթը բաց են թողում։ Երբ որ Սուրբ Հոգին ասում է գնա, գնա, երբ որ Սուրբ Հոգին ասում է խոսի, որովհետև նա չի ասի քեզ մի բան, որի համար նրա սիրտը չի պատրաստել։ Աստված քեզ չի ուղարկի մի բան անելու, որի համար նախորոք պատրաստություն չի տեսել տվյալ մարդու մեջ եւ քեզ էլ չի տվել բավական resource դա անելու համար։ Փիլիպոսը մոտենում է Գործք առաքելոց 8-րդ գլուխ 26 խոսքի մեջ ասում է. այնտեղ նա հանդիպեց մեկ եթովպացի ներքինի, ով կարդում էր Սուրբ Գիրքը, կարդում էր ու չէր հասկանում։ Այսօր լիքը մարդիկ կարդում են, բայց չեն հասկանում։ Եվ Փիլիպոսին ընդամենը պետք էր այդտեղ լինել եւ ասել այն ինչ կարդում ես Աստծո գառի մասին է։ Այն ինչ կարդում ես նրա համար, ով քեզ այնքան սիրեց, որ իր կյանքը տվեց եւ գրված է Փիլիպոսը այդ խոսքերն ասելուց հետո ներքինին ասեց. ինչն է ինձ խանգարում, որ ես մկրտվեմ։ Ահա ջուրը կա եւ մկրտվեց եւ պատմաբաններն ասում են, որ Փիլիպոսի այդ ավետարանած ներքինին դարձավ Աֆրիկա մայրցամաքի առաջին միսիոները։ Միակ անձնավորությունը, որ խոսքը բարի լուրը Քրիստոսի ավետարանի տարավ ամբողջ Աֆրիկայում։ Տեսնում եք մեկ մարդու կարևորությունը ինչքան մեծ է ամեն մեկիս առաջ։ Եվ վերջի օրինակը մեկ մարդկանց, էլի իմ ամենասիրած թղթերից մեկն է, որ Պողոս Առաքյալը գրել է բանտից։ Փիլիմոնը ընդամենը մեկ գլուխ ունի։
Եվ այդ մեկ գլխի մեջ շատ հետաքրքիր բան կա գրված։ Փիլիմոնին գրում է Պողոս առաքյալը բանտից մի մարդու մասին։ Մի մարդ, որը Փիլիմոնի ստրուկն էր եղել։ Այն ժամանակ ստրուկներ ունեին հարուստները եւ Փիլիմոնը հարուստ հավատացյալ էր, որ ստրուկ էր ունեցել Օնեսիմոս անունով։ Ու այս Օնեսիմոսը գողացել էր Փիլիմոնի տնից ինչ կարող էր ու փախել էր։ Հենց լավ էր զգացել, մինչև բռնել էին ու բանտ էին տարել։ Որ բանտ էին տարել, բանտում հանդիպել էր Պողոս առաքյալին։ Ստրուկներն իրենցից մի բանի պիտանի չէին, սա էլ գողացած ստրուկ էր, ավելի ոչ մի բանի պիտանի չէր։ Պողոս առաքյալն այնքան գործ ուներ անելու, այնքան բան ուներ գրելու, բայց հանկարծ բանտում կանգ է առնում Օնեսիմոսի վրա եւ սկսում է նրան վկայել, Օնեսիմոսը հավատքի մեջ դառնում է որդի։ Եվ Պողոսը իր նամակում գրում է, ասում այս անպիտանը էլ ոչ մեկի պետք չէր, հիմա մեզ երկուսիս էլ պետք է, ավետարանի գործի համար նա պիտանի է դարձել, ընդունի, ների, սիրի, եթե մի բան պարտք է իմ վրա գրի, որտեվ Պողոս առաքյալը հասկանում էր, որ մեկ փոխված կյանքը շատ կյանքեր է փոխելու։ Ամեն։ Երբ որ հանդիպում ես մեկ մարդու, որ իրանից մի բան չի ներկայացնում, գուցե հասարակության մեջ չէ, բայց Քրիստոսի համար սիրելիներ ամեն մի հոգին թանկ է։ Ամեն մի հոգին թանկ է։ Այսօր մենք անցնում ենք բավական շատ մարդկանց կողքով, որոնց տեսքը, որոնց կյանքը, որոնց ապրելակերպը մեզ միայն հիասթափություն է պարգևում։ Բայց եթե նրանց կարողանանք տեսնել Քրիստոսի աչքերով, այդ մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով։ Այնինչ սատանան գողացել է նրանց խավարի մեջ կապելով, մեղքի գերի դարձնելով, ավետարանի լույսը եթե գա նրանց վրա, նրանց կյանքերը կփոխվեն ու նրանք կդառնան նորից Աստծո որդու պատկերը կրողները։ Սաղմոս 40-ն էի կարդում մի քանի օր առաջ եւ հետաքրքիր խոսք է, որ կպել է իմ սրտին, հեշտացնում է մեր գործը։ Եթե բացենք միասին Սաղմոս 40 10-րդ համարը, Սաղմոս 2-ն ասում է. «Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ»։ Եվ հետո պրակտիկ քայլեր է տալիս, ասում է. «Կարանք միասին կարդանք. քո ճշմարտությունը, եկեք ասենք, քո ճշմարտությունը ու փրկությունը պատմեցի»։ Ինչ պատմեցի? Քո փրկությունը եւ քո ճշմարտությունը պատմեցի։ Հետո առաջ է գնում, ասում է. «Քո ողորմությունը եւ հավատարմությունը չեմ ծածկում ժողովրդից»։ 4 բան, որ մեզնից ամեն մեկը կարող է անել։ Գիտեք, մենք բոլորս, երբ որ մարդ ենք տեսնում, մի բան պատմում ենք, չէ՞։ Ինչ ես պատմում, երբ որ մարդ ես հանդիպում։ Ինչ ես պատմում։ Մենք սովորաբար ուզում ենք մի տենց կարևոր բաներ պատմել, տպավորելու մարդկանց համար, նոր ձեռքբերում, չգիտեմ, նոր շահում, նոր աշխատավարձ, նոր գործ, նոր բիզնես, նոր տուն, երեխեքի, չգիտեմ, բարձր համալսարաններ, ինչ որ նորություն տպավորելու համար։ Առաքյալը Սաղմոս 2-ն ավելի ճիշտ ասում է. մարդկանց մեջ քո ճշմարտությունը պատմում եմ, քո փրկությունը պատմում եմ, քո ողորմությունները պատմում եմ, քո հավատարմությունը պատմում եմ։ Որ մեկն է դժվար այս 4-ից։ Բոլորս պատմել կարողանում ենք։ Կարող ենք պատմել Աստծո ճշմարտությունը, այսինքն Աստծո խոսքը։ Գիտեք, յուրաքանչյուրս, որ Աստծո խոսք կարդում ենք, մենք կարող ենք պատմել դրա մասին։ Գնալ մի համար պատմել, երբ որ առիթ կա։ Կա մեկը, որ ասի, «Վայ, ես չեմ կարող»։ No, յուրաքանչյուրս կարող ենք Աստծո ճշմարտությունը պատմել։ Մենք ճշմարտության հեղինակը չենք, բայց մենք գիտենք ճշմարտությունը եւ պատմում ենք, իսկ այդ ճշմարտությունը զորություն ունի կյանքեր փոխել։ Ուրեմն քո ճշմարտությունը, իմ ճշմարտությունը չէ, քո ճշմարտությունը։ Երկրորդ բանը, ովքեր են փրկված այստեղ, ովքեր են հավատում, որ Հիսուս Քրիստոսը փրկել է իրանց մեղքից, մահից ու դժոխքից։ Բարձրացրու ձեռքդ, եթե փրկված ես։ Կարող ենք պատմել սրա մասին։ Կարող ենք պատմել, որ ես փրկված եմ իմ անցյալի, ներկայի եւ ապագայի բոլոր մեղքերից, որովհետեւ Աստված այնպես սիրեց աշխարհը,
որ իր միակ որդուն ուղարկեց, որ ամեն ով որ նրան հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մեզնից ամեն մեկը, որ արդեն փրկված ենք, փրկության պատմություն ունենք, որ կարող ենք ասել 1900 կամ 2000 թվականին այսինչ օր, այսինչ տեղը ես իմ կյանքը տվեցի Հիսուսին։ Եվ Սաղմոսերքունը ասում է, երբ որ մենք պատմում ենք ճշմարտությունը, Աստծո խոսքը կամ մեր փրկությունը, դա ազդում է մարդկանց վրա։ Հաջորդ բանը, որ կարող ենք պատմել, քո ողորմությունը պատմեցի։ Կա այստեղ մի մարդ, որ իր կյանքում տեսել Աստծո ողորմությունը։ Երկու օքի, come on, եկեք բարձրացնենք մեր ձեռքերն ու ասենք, տեսել եմ քո ողորմությունները։ Ես էլ ուժ չունեի ապրելու, բայց դու եկար եւ կյանք տվեցիր ինձ։ Ես անհույս եւ շփոթված էի, բայց դու բերեցիր ապագա եւ հույս իմ կյանքի մեջ։ Բոլորս կարող ենք պատմել, թե Աստված ինչ ողորմություն է արել մեր կյանքում։ Եվ վերջինը ասում է, քո հավատարմությունը չեմ ծածկում մարդկանցից։ Գիտեք, ամբողջ մեր հավատքի կարևոր բաներից մեկը հասկանալը, որ մեր պաշտամունքի հենքը մենք չենք։ Երբ որ մենք գալիս ենք այստեղ երգելու հզորը մեծամեծ գործեր անում, մենք չենք անում, որ մենք լավն ենք, մենք անում ենք, որովհետև մենք լավը չենք, իսկ նա հավիտյան լավն է։ Մենք տկար ենք, բայց նա միշտ զորավոր է, մենք մեղավոր ենք, նա մեղավորներին արդարացնող է, մենք թույլ ենք, նա թույլին զորացնող է, մենք աղքատ ենք, նա աղքատին հարստացնող, մենք հիվանդ, նա հիվանդին բժշկող, մեր պաշտամունքի առանցքը մենք չենք, բայց նա ամեն օր արժանի է փառքերի, ամեն իրավիճակի մեջ արժանի է փառքերի, դրա համար ասում է քո հավատարմությունը ժողովքի մեջ չեմ ծածկե, պատմում եմ։ Ուրեմն նորից կրկնելու եմ 4 բան, որ կարող ես մի մարդու կիսվել, այդ 4-ից մեկը կամ 4-ը միասին, առաջինը ճշմարտությունն Աստծո։ Գիտեք, ես սովորաբար երբ որ խոսում եմ եւ պատմել եմ Սոչիում, երբ որ մամայի հետ գնացել ենք թաղման, շատ ազդեցիկ մի ընտանիքի մեջ էինք հայտնվել, շատ ադաթավոր ընտանիք էր ու տղամարդկանց մեջ մի սենյակում էի մոտարապես 20 տղամարդ կար ու իրանց ադաթաբանությամբ մի 12-14 կենաց էին հերթով խմելու։ Եսը չեմ խմում, բայց իրանք հերթով խմում են, սկսին նախնիներից, եկան, հասան մեր ժամանակներ, հասան բարեկամներին, բանի վերջը հերթը հասավ ինձ, չգիտեմ 18-րդ կենացի վրա։ Այդ ընթացքում իրանք անեկդոտներ են պատմում, խոսում են եւ այլը, ես լսեցի մի երկու անգամ իմ խոսքի մեջ ասել եմ, այո, Աստվածաշնչում էլ այսպիսի բան կա գրված, ու բոլորի ուշադրությունը, որ այս ինչ հետաքրքիր բան էր։ Ես ոչ մեկին չէի պատրաստվում քարոզեմ, բայց քո ճշմարտությունը Տեր։ Ու վերջում երբ որ խոսքը ինձ տվեցին, ես պատմեցի նրա հավատարմությունը։ Անկեղծ եմ ասում, այդ բոլոր խմած մարդիկ իրանց բաժակներով մի 5 րոպե կանգնել էին, ուշադիր ինձ էին լսում, վերջում ասում են էլի խոսա։ Որովհետև երբ որ մենք մեր մասին չենք դարձնում պատմությունը, այլ նրա ճշմարտությունը, որի մեջ զորություն կա, նրա փրկությունը, որ ամեն օր ազդեցիկ է, նրա ողորմությունը, որ ազգից մինչև ազգ է, ու նրա հավատարմությունը, որ սերնդից մինչև սերունդ է, դա գրավում է մարդկանց, դա մի բան է, որ թանկ է ու մարդիկ ուզում են լսեն։ Ամեն։ Եկեք որոշենք, որ չենք վրիպելու, չենք անցնելու մեկ մարդու կողքով։ Աստված մեզ ամեն անգամ դնելու է մեկ մարդու կողքի, որ մենք առիթ ունենանք կիսվելու։ Գուցե դա քո ընկերուհին է։ Գիտեք, մենք շատ հաճախ վախենում ենք մարդկանցից չիմանալով, որ Աստված արդեն նրանց սրտերը պատրաստել է։ Երբ որ բանակում էի, իմ հրամանատարը 4 ամիս 3-4 ամիս ամեն անգամ գալիս էր իմ սենյակ, տենց հատուկ անկյուն ունեի, լիքը գրքեր կար։ Ու ամեն անգամ գալիս էր իմ մտքում մտածում էի, սա գալիս է, որ ինձ բռնի, մի բան գտնի իմ վրա։ 4-րդ ամսում ինձ հաղորդեց, որ այս մարդը ծարավ է։ Այս մարդը ամաչում է ասել խոսա, բայց ամեն անգամ գալիս է, որ Աստծուց խոսամ, ես փորձում եմ նենց անեմ, որ թեման ծրվի։ Ու վերջը հասկանալուց հետո երևի մի 4 ժամ իր այդ խոսացի։ Մարդիկ գալիս են քո մոտ, գուցե մի անգամից չասեն, որ մեզ պատմի քո հավատքի մասին, բայց դու 4 հատ կարևոր գործիք ունես, որ ամեն մարդու կարող ես պատմել։ Ամեն մարդ սիրում է պատմություն լսի, ամեն մարդ սիրում է մի իմաստուն բան լսի, ամեն մարդ սիրում է մեկի մասին լսի, որ ավելի հեղինակավոր է ու բարձր է, ու Հիսուսից ավելի բարձր, զորավոր, հեղինակավոր, քաղցր ու անուշ ուրիշ ոչ մեկի մասին չես կարող պատմել։ Եվ Երևանում մի բանի հանդիպեցի, եթե ասես the take away, այդ Երևան մեկ շաբաթ մնացած հրաշալի կոնֆերանս մեծ մարդիկ, 4000 մարդ կար հավաքված, ահագին հովիվներ ու առաջնորդներ,
Երկրորդ ճարքում էին նստած, ժողովից հետո ինձնից մի քիչ երիտասարդ մեկը եկել է, Արման, ես ինչ լավ ա, որ քեզ տեսել եմ, բռնել եմ, պաչել է, ասում եմ, բարև ձեզ, ցոլակն եմ Արման, ասում է, ցոլակն է, ցոլակ անունը չեմ հիշում, ասում եմ, ուրախ եմ, հազար ներողություն, շատ բուրն է եղել իմ անցյալ 10-12 տարին հիշողությունից, դու ինձ չես կարա մոռանաս, ես ցոլակն եմ, ասում է, չես հիշում, դու ես ինձ վկա է, էլի չեմ հիշում, ասում է, բանտի մեջ, ասում եմ, որ ես բանտ չեմ գնացել, բանակում, հետո հիշեցի, որ բանակում ինձ մեկ շաբաթով դրել էին ռուսական ասած գավբախտ բանտ, ոչ թե որ խելոք չէի մնում, փախել էի բանակից, ու ամեն կիրակի 2 տարի ես դա արել եմ, օրենքով չէր կարելի, դու չես կարող լքել զորամասը, բայց 2 տարի ամեն կիրակի ես փախել եմ ու գնացել եմ եկեղեցի։ Ու մի անգամ, երբ որ դրսում էի, մեր շտաբի հրամանատարը հենց դեմ ու դեմ դուրս եկավ, աչք-աչքի զգացինք, որ վերջ, բռնվեցինք։ Ասավ անցեք զորամաս ու պատրաստվեք ծեծ ուտելու, որից հետո բանտ եք գնալու։ Ես ու Ստեփանի մեկերը գնացինք, լավ մեզ պատժեցին, հետո գցեցին այդ բանտը մեկ շաբաթ։ Փաստորեն այդ մեկ շաբաթվա մեջ 2 հոգի ապաշխարել են։ Մեկը Գյորգին էր, որ մեր զորամասի ամենահեղինակավոր նայողն էր, խմելու համար էին նրան գցել բանտ ու ծեծում էին։ Գյորգին լավ հիշում եմ, ցոլակին չեմ հիշում։ Որտեղ ցոլակի process-ը դանդաղ է, հետո ասում է դու ինձ աշակերտել ես, դու իմ առաջի ուսուցիչն ես, եղեմ մոռացել ես ցոլակին, ոնց կարող ես դու մոռանալ։ Բայց ամենազդեցիկ այս պատմության մեջ ասում եմ, բա ինչով ես զբաղվում ցոլակ ջան, ասում եմ, ես Քյավառի եկեղեցու հովիվն եմ, ես Քյավառի եկեղեցու հովիվն եմ։ Վաու, ամբողջ այդ օրը մինչև մի փշակաղված բան եմ գալի, ասում եմ, Տեր Աստված, դու ոնց կարող ես դա անել։ Դու ոնց կարող ես մի մարդու վրա ազդել ու այդ մարդուն հետո տանել ավելի մեծ տեղեր։ Եվ գիտեք լավը որն է, երբ որ Սուրբ Գիրքն ասում է երկրի վրա գանձեր մի դիզեք, այլ գանձեր դիզեք երկնքում, ցոլակը is the best investment։ Ամեն անգամ որ ցոլակի եկեղեցու մարդա փրկվում, ինչ ա լինում։ Երկնքի Արմանի հաշվեհամարի վրա թվերը Եվ դրանից հետո ամբողջ շաբաթն ասել եմ Տեր տուր ինձ ցոլակներ։ Ոչինչ որ մի շաբաթով էլ բանտ գնամ։ Ոչինչ որ մի շաբաթ նեղություն քաշեմ, բայց տուր ինձ ցոլակներ, որոնք պատրաստ են։ Ես չեմ էլ հիշում, ու Աստված դրանով ցույց է տալիս, որ զորությունը քո մեջ չէ։ Դու չես ցոլակին փոխողը, մեկ փրկիչ կա եւ նրա անունը Արման չէ, մեկ փրկիչ կա եւ նրա անունը Հիսուս Քրիստոս, մեռյալների ցարություն առած Տեր եւ Թագավոր, որ նույնն է երեք, այսօր ու հավիտյան։ Գիտեք, սիրելիներ, Սուրբ Գիրքն ասում է, որ Հիսուսը գյուղից գյուղ ու քաղաքից քաղաքման էր գալիս ու մարդկանց բարիք էր անում, սատանայից հարստահարվածներին ազատում էր եւ փրկում էր մեղավորներին, նա նույնն է։ Այսօր էլ Հիսուսը ման է գալիս քո փողոցներով, քո neighborhood-ով, քո դպրոցով, քո ճանապարհով եւ սպասում է քեզ, որ կարողանաս պատմել նրա ճշմարտությունը, նրա հավատարմությունը, նրա խոսքը փոխանցես ուրիշներին, նրա պատմությունը պատմես, բաներ, որ բոլորս կարող ենք անել, բայց մեկ մարդով Աստված օրհնեց երկրի բոլոր ազգերը։ Աստված Աբրահամով օրհնեց բոլոր ազգերին։ Եկեք դառնանք եկեղեցի, որ այնքան տարված չենք ամբողով ու բազմություններով, որ մեկ մարդկանց բաց ենք թողնում։ Եկեք այսօրվա մեր աղոթքը լինի, որ Տեր, տուր ինձ քո աչքերը տեսնելու այն մի մարդուն, որին դու տեսնում ես։ Տուր ինձ կարողություն դանդաղեցնելու իմ քայլերը, երբ որ դու ուզում ես, որ այն դանդաղի եւ տեսնեմ այն մեկին, որին ուզում ես, որ տեսնեմ։ Օգնիր ինձ սիրել, կիսվել, աշակերտել ու հավատարմորեն ծառայել անգամ, երբ որ մեկ մարդ ես դրել իմ ճանապարհին։ Գիտեք, ձեզնից շատերը հաճախ ինձ ասում են, Փաստոր, ուզում եմ ծառայել եկեղեցում։ Տերն էլ է ուզում, ես էլ եմ ուզում։ Միթե սրանից լավ ծառայություն կա։ Մենք բոլորս սա կարող ենք անել, որովհետև ամեն անգամ այս ծառայությունը անենք, երկինքը ինչ պիտի լինի, պիտի ցնծա։ Թող մեր աղոթքը լինի, օգնիր ինձ երբեք չվիրիպեմ այն մեկին, որին դու ուզում ես, Տեր։ Այո, թող որ ծառայեմ շատերին, բայց նաև այն մեկերին, որոնց բերելու ես իմ ճանապարհին։ Բայց ես չգիտեմ Աստված ինչ է անում, բայց երբ որ մեկ մարդ, որ իր մեջ Աստծո լույսն ունի, հանդիպում է մեկին, որ չունի, մի բան տեղի է ունենում։
Ամեն։ Եվ ես վստահ եմ, որ այսպիսի բնական առիթների մեջ Աստված իր փրկության լույսը սերնդեսերուն տարածելու է սիրելիներ։ Դրա համար քաջալերում եմ քեզ, երբեք մի մտածի, որ մենակով, Աստված մի մարդ ստեղծեց, իր շունչը փչեց այդ մի մարդու մեջ։ Այսօր բոլորս կանք մի մարդու պատճառով։ Այսօր բոլորս այստեղ նստած ենք, որովհետև մի մարդ որոշել է մեզ հրավիրել եկեղեցի կամ պատմել Աստծո սիրո մասին։ Եկեք կանգնենք ոտքի, փառք տանք Աստծուն այն օրվա համար, որ նա մեզ գտավ։ Փառք տանք Աստծուն այն պահի համար, որ նա մեզ գտավ։ Փառք տանք իր ճշմարտության, իր հավատարմության, իր սիրո, իր պատմությունների համար, որ նա մեր միջոցով ու մեզ համար արել է։ Եվ որոշենք, որ ամբողջ ամսվա, ամբողջ շաբաթվա ընթացքում մեր աչքերը, մեր սիրտը բաց պիտի լինի գտնելու այն մեկին, որի հետևից Հիսուսը գնում է 99-ին